Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նավատապանի գիտական Հայաստան հաղորդաշարն է եւ այսօր մեր հյուրն է Օնիքս ընկերության հիմնադիր, շինարար, ճարտարագետ, գյուտարար Գագիկ Կիրակոսյանը։ Ողջունում եմ պարոն Կիրակոսյան մեր տաղավարում, շնորհակալություն որ ընդունել եք հրավերը։ Ձեր ընկերությունը արտադրում է պրոֆիլներ կոմպոզիտ նյութերից եւ որքան ես գիտեմ, այդ կոմպոզիտ նյութերի հիմքը, այդ բազալտի թելերը, ապակու թելերը դուք ներեք կրում այլ երկրներից։ Մինչդեռ Հայաստանը ունի հսկայական քանակությամբ բազալտի պաշարներ, որոնք որ կարող են օգտագործվել եւ դա կարող է դառնալ Հայաստանի արդյունաբերության կամ արտահանող արդյունաբերության այսպես ծաղկման հիմք։ Եկեք սկսենք նրանից, թե ինչու դուք զբաղվեցիք այդ կոմպոզիտ նյութերով, բազալտի մանրաթելերով, ինչ վիճակ է հիմա Հայաստանում, օգտագործում են արդյոք այդ նյութերը, թե ոչ, թե գերադասում են ավելի հին տրադիցիոն մետաղյա այդ պրոֆիլները։ Իմիջիալս շատ լավ հարց էր, այն իմաստով, որ 92 թվականին Հայաստանի շինարարության նախարարությունում ստեղծվեց Օնիքս գիտաարտադրական միավորումը, որը պետք է կաղապարներ պատրաստեր միաձուլ տնաշինության համար։ Երկրաշարժից հետո դա դառավ կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանում միաձուլ տնաշինությունը ներդնելու։ Ինչի համար, որտեղ նախկինում բոլոր շինարարները խուսափում էին միաձուլ շինարարությունից մի պարզ պատճառով, որ փայտի կաղապար հավաքելը դա մի տանջանք էր, տառապանք էր եւ բավականին արժեքով մեծ էր ստացվում, իսկ աշխատավարձի ֆոնդերը բավականին փոքր էին։ 92 թվականին գիտաարտադրական միավորումը Օնիքս որ ստեղծվեց, մենք սկսեցինք մշակել եւ հրավիրեցինք շատ մասնագետներ, որոնք քիչ թե շատ շփվել էին նման խնդիրների հետ եւ արդյունքում մոտարապես մի 45-50 մենք այսօր գյուտերի արտոնագրեր ունենք կաղապարների հետ կապված։ Եվ հիշում եմ 2004-5 թվականներ մեր ընկերներից մեկը սեղանին դրեց կոմպոզիտ մի հատ պրոֆիլ եւ ասեց, իմացեք, սա է ձեր ապագան։ Ինչի համար, որտեղ մետաղը, որ ընդերքում հանքաքարը գնալով պակասում էր, դե փաստա մենք արդեն տեսնում ենք, թե մետաղի գները անդադ տարեստարի աճում են։ Եվ սկսեցինք շփվել, այն ժամանակ մենք կանադական մի ֆիրմայի հետ շատ լավ հարաբերություններ ստեղծեցինք եւ որոշեցինք կոմպոզիտը բերել Հայաստան, բայց եթե մենք պրոֆիլներ բերեինք, հաստատ խնդիրներ կունենայինք դրանցից արտադրանք ստանալու թափոններ եւ այլը։ Այդ ժամանակ մենք որոշեցինք պատուհաններ արտադրել, fiberglass, այսինքն ապակե պլաստ, եւ այդ պատուհանները փաստորեն մեր համար եղավ նախանշանը, որպեսզի մենք այդ նյութի հետ ծանոթանանք, հետագայում արդեն ներկրելով համապատասխան հումք, սկսեցինք փուլտրուզիոն եղանակով պրոֆիլներ ստանալ, ինչի համար, որ կոնկրետ կաղապարները պատրաստվեն այդ նյութից, ինչի համար նրանք շատ երկար կյանք ունեն, չեն մաշվում, թեթև են եւ բետոնի հետ շփվելու հետ այնց խնդիրներ չեն առաջացնում։ Սա էր պատճառը, իդեպ որ պատուհաններից խոսեցինք, ես ուղղակի մի հատ էքսպրոմտ ուզում եմ մի բան ասեմ, այսօր Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքերի պատուհանները առաստաղից մինչև հատակ, այսինքն 2.5 կամ 2.70 մինչև 3 մետր բարձրություն ունեն, որ այսօր Հայաստանում արտադրվող պատուհանների ոչ մեկը չի համապատասխանում այդ բարձրության պատուհաններ ստանալու։ Ինչի համար, որտեղ այդ նյութերի ջերմային ընդարձակման գործակիցը չի համապատասխանում այդ երկարության վրա ձմեռվա եւ ամառվա ջերմային տատանումներին նորմալ աշխատելուն։ Ի տարբերություն դրանց ապակե պլաստը, այսինքն fiberglass-ը, այն ինչի մասին մենք որ հիմա խոսում ենք, նրա ջերմային ընդարձակման գործակիցը այն ինտերվալում նույնիսկ կարող եմ ասել -100-ից մինչև +100 աշճան
գրեթե 0 է։ Այսինքն այս նյութը ոչ ընդարձակվում է, ոչ գծկվում է ջերմաստիճանային տատանումներից։ Բայց արդյոք դա խնդիր չի ստեղծի ընդարձակվող եւ բան նյութերի, ասենք բետոնի հետ։ Պատկերացրեք, ես հիմա միգուցե մի հատ տարօրինակ բան ասեմ, որ ուսման ժամանակ մենք սովորել ենք, որ բետոնը եւ մետաղական ամրանը ունեն նույն ջերմային ընդարձակման գործակիցը։ Կասեի ոչ։ Բետոնը չունի մետաղի ընդարձակման գործակիցը։ Բետոնը ավելի շատ մոտ է փաստորեն մեր այս նյութի ընդարձակման գործակցին։ Այսինքն այսօր որ լայնածավալ ընդունվում է կոմպոզիտային ամրանների կիրառությունը շինարարության մեջ, դա հիմնական պատճառն է։ Իսկ ջերմային ընդարձակման գործակցի մեծ լինելը դա շինանյութի ոչ երկար կյանք ունենալու նշաններից մեկն է։ Այսինքն այս նյութի երկարակեցությունը հիմնականում խոսում է բանի նրա ջերմային ընդարձակման 0 լինելու գաղափարով։ Իմիջիայլոց հիմա որ մի քիչ հետո անդրադառնանք ամերիկյան սենատի լսումներին, ասեմ ձեզ, այնտեղ կամուրջները հիմնականում արդեն անցնում են նման պրոֆիլներով, ինչի համար երևի մեր քաղաքում կամուրջներ կան եւ նրա վրայով անցնելուց ջերմային կարերը անցնելուց զգում եք, որ տհաճ պահեր ցանկացած վարորդի համար։ Պատկերացեք, դրանք պարտադիր են, պետք է լինեն, որտեղ այդ ջերմային ընդարձակման պայմաններում հնարավոր չի ստանալ հարթ։ Իսկ այս նյութի պարագայում փաստորեն այդ ջերմային կարերը կարող են չլինել։ Շարունակենք ուրեմն քննարկել այդ նյութը, այդ դեպքում դուք բացատրեք ինչու բազալտի երկիր Հայաստանում դուք ներկրում եք այն հումքը, որից ստանում եք այս կոմպոզիտ ամրանները։ Նախ ասեմ, որ Հայաստանում ընդերքում առկա է մոտարապես 350 միլիարդ տոննա բազալտ։ Ոչ բոլոր բազալտներից է հնարավոր թել ստանալ։ Ինչ որ բազալտի տեսակից հնարավոր է բամբակ ստանալ, ինչ որ տեսակից թել ստանալ։ Իմիջիայլոց որից որ լավ բամբակ է ստացվում, դրանից թելը շատ վերինաշճանի վատ է ստացվում եւ հակառակը։ Ժամանակին Չինաստան ուղարկվեց Հայաստանի հանքերից 35 հանքից նմուշներ։ Այն ժամանակ էներգետիկայի նախարար Մովսիսյանն էր, իր այսպես ցանկությամբ այդ գործը արվեց եւ պատկերացրեք, որ 28 հանքավայր համապատասխանեց բազալտի թելի ստացման։ Չգիտեմ, հիշեք, ավելի ճիշտ դա այդքան լավ չէր տարածվում, չէր ասվում, բայց Տիգրան Սարգսյանը Չինաստանի հետ ինչ որ պայմանագիր կնքելու հարց առաջացավ, որտեղ չինացիները զգացին ինչ հարստություն կա այստեղ ընդերքում եւ ուղղակի մի քիչ չափից դուրս ներդրման ծրագիր առաջարկեցին, որը հետո մարեց ու իրականում տեղի չունեցավ եւ պայմաններից մեկը նա էր, որ ամբողջ աշխատուժը պիտի գար Չինաստանից։ Դա երևի տարածքներ գրավելու ոչ ռազմական եղանակով ձև էր, էլի։ Մի խոսքով, դա իրականություն չդառավ։ Բայց սրանից մի 7-8 տարի առաջ Լուսակերտում ստեղծվեց բազալտի թելի ստացման գործարան, որտեղ այն ժամանակ կիրառվեց մի տեխնոլոգիա, որի ինքնարժեքը բավականին բարձր էր։ Այսօր աշխարհում հայտնի են տարբերակներ, որ բազալտի թելի ինքնարժեքը մոտավորապես ստացվում է $1 սահմաններում, կիլոգրամի մասին է խոսքը։ Եվ կան տարբերակներ, որ նույնիսկ հնարավոր է աստիճանաբար դրանից պակասացնել։ Մեր այս ծրագրում դա ի նկատի ունենք, որ երբ որ սկսվի այս ծրագրի իրականացումը բազալտի թելի արտադրության, այսինքն ես նկատի ունեմ առաջինը, որ Լուսակերտը սկսի աշխատել եւ կառավարությունը դրան իսկապես պետք է լուրջ ուշադրություն դարձնի, ինչի համար դա լինելու է մի հատ հետարքիր օրինակ, որ դրանից հետո ներդրողների մի հատ հերթ առաջանալու,
ոչ թե բնակարանային շինարարության վրա իրենց միլիոնները դնեն, այլ դնեն բազալտի թելի արտադրություն ցանկացած մարզում։ Եվ կասեի բոլոր 10 մարզերում բազալտի թելի արտադրություն դնելու արդյունքում նույնիսկ Երևանը կփրկվի, այս խցանումներն էլ չեն լինի, մարդիկ տեղում կունենան աշխատանք եւ շատ սոցիալ-տնտեսական հարցեր կլուծվեն մարզերի համար։ Ներողություն, դուք ասացիք, եթե ծրագրով մեկ հատ դրվի, կարաչանան նաեւ նախագծի։ Իհարկե, այսինքն դրա արդյունքը նայեք, այսօր կիլոգրամը $1 ստանալու արդյունքում աշխարհում եթե 2007 թե 9 թվականներ ես այդ ինֆորմացիան որ վերցրել էի, մոտարապես $500 միլիարդ պահանջարկ կար, $500 միլիարդ տոննայի պահանջարկ կար աշխարհում բազալտի թելի։ Այսօր արդեն գերազանցում է 1 միլիարդ տոննան։ Եվ հավատացեք, որ նրա վաճառքի գները այսօր մինիմալ 2.5 մինչև $3 վաճառվում են։ Ճիշտ եմ արդյոք ես հասկանում, որ այս պահին բազալտի թելերի արտադրություն Հայաստանում ընդհանրապես չկա եւ դուք առաջարկում եք կառավարությանը քննարկել այդպիսի արտադրության օժանդակելու խնդիրը, որովհետեւ այդ աժոնդակությունը կարող է Հայաստանի համար հսկայական եկամուտների աղբյուր դառնալ։ Գիտեք, կարող է բառը ես մի քիչ ուզում եմ անտեսած լինեմ, դա ես վստահ եմ, ասեմ մի հատ հասարակ բան, պատկերացրեք 1 կիլոգրամ բազալտը հանքում, ոչ խճի վերածված, արժի մոտարապես 0.2 ցենտ ամերիկյան, բազալտի թելի մինիմալ արժեքը $2, եթե ոչ ավելի շատ, այսինքն այս 1000 անգամ գնի բարձրացումը հնայի համար մի շատ բայց արդյոք այդ արտադրությունը էներգադար process չէ։ Ոչ, եւ Հայաստանում արդյոք կա համապատասխան էներգիա այդ արտադրությունները հիմնելու համար եւ եթե այդպես է կա, այդ դեպքում ինչու մասնավոր հատվածից գործարարներ, որոնք որ փողի կարիք չունենք, իսկ մենք Հայաստանում գիտենք, որ այդպիսի գործարարներ շատ կան, որևէ մեկը իր առաջ խնդիր չի դնում այդպիսի թելերի արտադրություն։ Խնդիր չի դնում, որովհետև ես նկատի ունեմ, եթե իրանք օրինակը ունեն, Լուսակերտի գործարանը, որի ինքնարժեքը շատ բարձր էր։ Այսօր այդ ինքնարժեքը համարյա 2 անգամ պակասելու է։ Ինչ էին անում Լուսակերտում, մի հատ։ Լուսակերտում մեր հայկական բազալտը հալածնում էին, էլեկտրականությամբ, գազով։ Չէ, գազով։ Գազով ուղղակի այնտեղ կա ֆիլեր հասկացողությունը, պլատինի, որից հոսում է թելը, այնտեղ արդեն հոսանքով է, ինչի համար, որտեղ գազի ջերմաստիճանը պահել կայուն, այդքան մի քանի աստիճանի տալու, իսկ հոսանքի դեպքում դա շատ կիրառելի է, որ նորմալ կստացվի։ Եվ էներգակիրների այդքան խնդիր չկա։ Ես ուղղակի ուզում եք մի հատ համեմատություն անեմ, եթե մենք ընդերքում ունենայինք մետաղի հանքաքար, ես նկատի ունեմ սև մետաղի, եւ կառուցեին դոմնային վառարաններ, այնտեղ մետաղի ստանալու այդ պրակատնի ցեխեր եւ այլը, դրանց պետք է լինելու մոտարապես երևի 10 միլիարդ դոլարից ոչ պակաս այդ ծրագրեր իրականացնելու։ Բազալտի թելի ծրագրից եւ պրոֆիլներ ստանալը ընդամենը 10-20 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Այսինքն մոտարապես 100 անգամ պակաս է։ Շատ լավ, այդ դեպքում ես նորից տամ այդ հարցը, դուք իհարկե պատասխանեցիք, բայց ես ուզում եմ դա ավելի պարզ հնչի։ Մեր գործարարները դրանով չեն զբաղվում, որովհետեւ աչքի առաջ ունեն, որ մի տեղ դրված է եւ դա թանկ է։ Չէ, իմիջիայլոց ոչ մի գործարան, այսինքն գործարան ասելով մենք պետք է հասկանանք ուղղակի կառույցը, որոնք արդեն չի ասի, որ լիարժեք օգտագործել շահագործման, ես նկատեմ 5 գործարանների մասին էր խոսքը։ Այստեղ բազալտի թելի ստացման process-ը շատ սպეციფიկ է եւ դա պահանջում է ոչ այնքան լուրջ ֆինանսական ներդրումներ,
Ինչքան որ պրոֆեսիոնալները, այսինքն դի հավաքեն այդ գործանի այդ տեխնոլոգիական մասը եւ մի խոսքով այնտեղ շատ ներբություններ կա, որը առաջինը կիրառելուց հետո արդյունքը որ տեսան, հա, համոզված եմ, որ վստահ եմ, որ ցանկացողներ արդեն շատ կլինեն տարբեր մարզերում նույն գործարանները կառուցելու։ Պարոն Վերակուսյան, այ տեսեք, ես շարունակում եմ իմ միտքը, ես ուզում եմ դուք մեր հերոստատիտողներին համոզեք, որ այստեղ ինչ որ ուրիշ բան թաքնված չի։ Ասենք օրինակ նույն Հայաստանում դնում են երկաթյա ամրաններ տարբեր տեխնոլոգիաներով արտասահմանյան երկաթյա ամրաններ արտադրող գործարաններ։ Դրանք արդեն այս 3-4 տարվա մեջ գործարկված են եւ աշխատում են։ Հիմա եթե չեն արտադրում բազալտի թելից ամրանների արտադրություն, ես չգիտեմ եւ այլն, ուրեմն կա այդտեղ մի ինչ որ գիտելիքի բացակայություն, գուցե փորձի բացակայություն, ինչն է խնդիրը, ինչու՞մ է, որտեղ է թաքնված շանգալուխը, այսպես ասած։ Չէ, փորձի խնդիրը հետեւյալն է, այսօր պատկերացրեք, որ բազալտի ամրաններ Հայաստանում արտադրում են եւ բազալտը բերում են դրսից։ Բերում են դրսից 2 անգամ թանկ։ Ինչն է հետարքիր, ես խեմ անդադ շեշտը դնում լուսավերտի գործանի, որտեվ այսօր ինքը որ սկսեց թելը այլ բանա չէ, որ մի բան արտադրես, այլ բանա, երբ որ դու կարողանաս նա սպառես։ Այսինքն այսօր լուսակերտը պատրաստվել է վաղվա մյուս օրվա ծրագրերը իրականացնելու այն իմաստով, որ ինքը այսօր պոտենցիալ սպառողներ ունի, այսինքն բազալտը ինքը բազալտի թելը դրսից բերում է եւ ամրաններ է պատրաստում։ Ու բազալտի թելից էլ այլ, ասենք, իզելյաներ։ Այսինքն հասկանում եմ, որ դա այդ գործարանի գործարկելը շատ անգամ ավելի հեշտ է լինելու եւ արագ, որպեսզի այն հարցի պատասխանը արդյոք դա նպաստավոր է թե չէ, որտեվ այսօր ամենադժվարը ես համոզված եմ դրանում, որ Հայաստանի տնտեսական զարգացման ապագան ինչ ասեմ, դու ասեմ 10%, 5%, բայց դա նորից մեծ թիվ է, կախված է լինելու բազալտի թելի արտադրության հետ։ Ինչի համար, նայեք, Չինաստանում բազալտի թելը արտադրում են, բայց այնտեղ արդեն այդ բազալտի հետ ինչ որ լցանյութեր են ավելացնում, չգիտեմ ինչեր են անում եւ այլը։ Ինչու, որովհետեւ բազալտը քիչ է։ Այդ բազալտի այդ բանը պարունակությունը համապատասխան նյութերի չի համապատասխանում թել ստանալու համար։ Ես ասեցի 350 միլիարդ տոննայից 250 միլիարդ տոննան լրիվ նպաստավոր է բազալտի թելը։ Հələ ավելին ասեմ, բանի կա խալաջի հանք, հա, որը ունիկալ բազալտ է։ Մեր բազալտների, որ մենք մի ժամանակ ուղարկել ենք, հա, Ուկրաինայում այդ բազալտ գիտահետազոտական ինստիտուտում, որ փորձարկումներն էին անում, բազալտի թել ստանալու ամբողջ նրբությունը բազալտի բյուրեղացման այդ ջերմաստիճանների ինտերվալն է։ Այսօր սովետական միությունում նախկինում որ բազալտի թելը արտադրվե, ուկրաինական պատգարյանց հանքի բազալտն օգտագործվե, որի ինտերվալը 30 աստիճան է եղել։ Այսինքն այդ հալեցման, բյուրեղացման process-ը մի քիչ իջնի կամ բարձրանա, թելերը կտրվում են, չի արտադրվում։ Իսկ մեր բազալտներից մեկը, որ ուղարկել ենք, 90 աստիճաներ այդ ինտերվալը։ Հիմա պատկերացնում եք, չէ, որքան ավելի հեշտ կլինի դրանից ստանալը։ Պլյուս ես ուրիշ բան եմ ուզում, որ լուսակերտի աշխատելու հետ միասին զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն բազալտի թելի հաստությունը բարակացնելու։ Այսօր 7 միկրոնը ոնց որ թե նորմալ է ստացվում, բայց մենք պետք է աշխատենք նրա վրա, որ ստանանք 5, 4, 3 եւ ինչն է գաղտնիքը, որ այսօր ածխածնային թել հասկացողությունը որ կա, որ ոչ բազալտի թելը, ոչ էլ ապակուտելը չեն կարող նրա այդ մրցել, բայց նրա գինը $250-300 արժի 1 կիլոգրամը։
Այսինքն եթե մենք բազալտի թելի հաստությունը հնարավորություն ունենանք, այսինքն դեռ գիտական աշխատանքներ պետք է արվեն, էլի մի խոսքով։ Շատ լավ։ Մեկ հարց, որ ինձ թվում է հեռուստադիտողների մոտ եւս առաջանում է, ասենք ասում եք Ռուսատերտը բերում է դրսից բազալտ եւ արտադրում է թելը։ Թելն է բերում եւ արտադրում։ Ինչու չի երբևէ չի փորձել հայկական բազալտը օգտագործել նույն process-ի համար։ Չէ, ասեցի ես, փաստորեն Լուսակերտը մի քանի տարի աշխատել է հայկական բազալտից թել ստացել։ Եվ մեր թելը իսկապես եղել է լավագույնը աշխարհում շատ արտադրողների համեմատ։ Բայց ամբողջ խնդրումը նա եղել, որ տեխնոլոգիական process-ը լինելով ավելի բարդ, ինքնարժեքը ստացվել է, համարյա 2 անգամ բարձր։ Եվ չի կարողացել մրցակցել։ Այո, մրցակցելը դե իդեալից այնտեղ մի հատ ուրիշ հարցեր կա ռուսական մի հատ ֆիրմայի հետ պայմանագիր, այնտեղ ռուսական ռուբլու արժե զրկման հետ կապված եւ այլը։ Իսկ այսօր ասում եմ, ռեալ կա ու գոնե հիմքերից մեկն էլ կարելի է, այսինքն ստեղ կան պայմաններ, որ ամեն ինչ պետք է հաշվի առնեի։ Լեհաստանի նման երկիրը չունի բազալտ, բայց ունի բազալտի թելի արտադրությունը։ Ինքը Ուկրաինայից է տանում բազալտը եւ այնտեղ կա բազալտի թելի արտադրություն 1-2 դոլար բարձր գազի գնի պարագայում։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ հիմա մենք դուրս գանք գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Մենք շարունակում ենք մեր հաղորդումը, մեր զրույցը Գագիկ Կիրակոսյանի հետ, Onyx ընկերության հիմնադիր, եւ այս հատվածում պարոն Կիրակոսյան, ես կխնդրեի հիմնավորել ձեր կարծիքը, ինչու եք դուք կարծում, որ Հայաստանը պիտի հատուկ ուշադրություն դարձնի այդ բազալտի մանրաթելի արտադրության գործարաններին, այդ ուղղությանը, չգիտեմ, դրամաշնորհներ կամ ֆինանսական օժանդակություն լինի, որպեսզի այդ ոլորտը Հայաստանում զարգանա, եւ արդյոք իրոք այդ ոլորտը կարող է դառնալ Հայաստանի համար այսպես արտադրական լոկոմոտիվ։ Փաստորեն սրանից 2021 թվականին Սենատը օրենք ամերիկյան սենատը մի քանի տարվա լսումների արդյունքում 21 թվականին օրենքը հրապարակվեց, որ պարտադիր բոլոր պետական կառույցներում կիրառվի կոմպոզիտների տեսակը, պրոֆիլների այդ տեսակները, ինչի համար, որ նրանք բավականին երկար կյանք ունեն եւ ունեն շատ դրական, որ շատ դրական ուղղություններ։ Իմիջիալոց ես մի փոքր ոչ թե շեղվեմ, այլ կոմպոզիտների պատմությունից առաջի կոմպոզիտ նյութը դա 400 տարի առաջ եղել է բետոնը, որ ստեղծվել է։ 200 տարի առաջ ստեղծվել է երկաթբետոնը, այսինքն մետաղի արկայության դեպքում մետաղական կոնստրուկցիաներ եւ այլը եւ ստացվել է այն կոմպոզիտը, որտեղ մետաղ եւ բետոն։ Անցյալ դարի վերջում փաստորեն աշխատանքներ էին տարվում նոր կոմպոզիտների ստացման եւ ես կասեի, որ սա հաջողակներից մեկն էր, այսինքն ապակե պլաստը եւ կար ածխածնային թելերով ստացվող կոմպոզիտներ, որոնք ահավոր շատ թանկ էին։ Փաստորեն սա ապագայի պահանջն է, որպեսզի այս նյութը արդեն մտնի կյանք, ինչի համար, որ մետաղի հանքաքարը ընդերքում, մի ժամանակ ասում են մի 30, 40, 50 տարվա ժամանակներ են մնացել, ավարտվելու է։ Դրա համար այսօր շատ աշխարհում տարբեր տեղում, նույնիսկ Հայաստանում ձուլարաններ են կառուցվում եւ այլն, ինչի համար, որ նախկին այդ օգտագործված մետաղը հալածնեն նոր պրոֆիլներ ստանան, որը ես կասեի երբեք չի կարող լինել նախկին որակի։ Այնտեղ ինչ որ խնդիրներ կա, որ իրենց բարձրություններ կունենան։ Եվ մեխանիկորեն առաջանում է այս ուղղության զարգացման անհրաժեշտությունը։ Եթե ամերիկյան սենատը ընդունում է, որ պարտադիր պետական ծրագրերում պետք է օգտագործվի այս նյութը եւ նույնիսկ տեղեր կա իմիջիալոց սենատի լսումները մոտավորապես անգլերենով 28 էջեր, հայերեն որ մենք թարգմանեցինք մոտ 35 էջ ստացանք, մենք դեղից ընտրեցինք շատ ավելի հետարքիր կարևոր պահերը եւ ներկայացրեցինք եւ նախարարություն եւ կառավարությանը, հիմա չգիտեմ թե չկարդացին, թե ինչ էր, ամենայն դեպս Այնտեղ մի հատ հասարակ բան եմ հասկացել, նախարարություններում կան մարդիկ, որոնք շատ հոյակապ ցանկացած նամակին պատասխանում են, որ ոչ դու նեղանաս, ոչ էլ ինչ որ խնդիրներ ունենաս, պրոֆեսիոնալներ են, ասում համ գայլերն են կուշտ, համ ոչխարները ամբողջական են։ Փաստորեն սենատի, ես ուղղակի ուզում եմ մի քանի հատ մեջ բերում անեմ սենատի լսումներից։ Ուրեմն անցյալ տարի այդ լսումների ժամանակը, եթե եղել է 21 թվին, ուրեմն մի քանի տարի առաջ, Վիրջինիան կղզիներում փոթորիկից հետո մնացել է ընդամենը 7 ինժեներական սյուն։ Ու շարունակությունը, այս 8 սյուները կոմպոզիտներ էին։ Ամբողջ թաղամասը հավասարվել է, վերացել է, այդ 8 սյուներն են մնացել։ Ուրեմն որոշ խելամիտ ներդրումներով եւ քրտնաջան համատեղ աշխատանքով մենք կարող ենք անցյալում թողնել կամուրջների ջրային համակարգերի էլեկտրական ցանցերի խափանումները,
հնարավորություն է ստեղծվել կառուցել կառույցներ, որոնք ծառայում են դարեր, այլ ոչ թե տարիներ։ Այստեղ մի քիչ դաժան ասված, ես միշտ խոսքի մեջ նշում եմ, որ մեր այսօրվա շինանյութերը մի քանի 10 տարի են դիմանում, բայց այս նյութը արդեն մի քանի 100 տարի։ Եվ պայմանները իմիջիայլոց ավելացնեմ նաև, որ այս տարվա հունվարից Ռուսաստանը կոմպոզիտների արտադրությունը համարել է ազգային ծրագիր։ Եվ եթե մենք բազալտի թելի կիրառությունը ճիշտ է, իմիջիայլոց ազգային ծրագիր եւ այնտեղ շեշտը հիմնականում դրված ասխացնային թելերի վրա, որտեղ Ռուսաստանում իսկապես բացակայում է այն բազալտի հանքաքարը, որից հնարավոր է թել ստանալ։ Ժամանակին փաստորեն նրանք միշտ կրել են Ուկրաինայից, էլի։ Եթե այսօր Միացյալ Նահանգները կոմպոզիտը տեսնում են ապակու մանրաթելի հիմքի վրա, ռուսները ածխածնային թելի, այսօր բազալտի առավելությունը նրանում է, որ ինքը ամրությամբ ավելի մոտ է ածխածնային թելերին, գնային առումով մոտ է ապակու մանրաթելին։ Իսկ կարող եք դուք, ասենք, գործից չհասկացող հեռուստադիտողի համար, այն ինժեներների համար, ովքեր երբեք իրենց նախագծերում չեն օգտագործել այդպիսի թելեր, դուք գնային համեմատություն անեք մետաղյա եւ կոմպոզիտ նյութերի, առկա կոմպոզիտ նյութերի գների միջև։ Ну, այսօրվա դրությամբ այդ գները մոտարապես հավասար են։ Մի փոքր տատանումներով, բայց ավարտական աշխատանքի արդյունքում մեր նյութերով ստացվում է մոտարապես 30-ից 40% ավելի էժան, քան թե մետաղական կոնստրուկցիաները։ Էլ չեմ ասում, որ ժամանակ առ ժամանակ այն առաջնային մետաղի մասին է խոսքը, ոչ թե ձուլելուց հետո ստացողի, նրանց գները ահավոր բարձրանալու են։ Դա անխուսափելի է, որտեվ ընդերքում մետաղի հանքաքարը վերջանում է, եթե իմիջիայլոց այս կոմպոզիտ նյութերի առավելություններից մեկը նա է, որ ինքը կարող է եւ փայտին փոխարինել։ Այսինքն մենք որ խոսում ենք կաղապարների մասին, միաձուլ տնաշինության, այսօր այս նյութից, այսինքն փայտից մենք շատ հանգիստ անցնում ենք նրան, կամ թեկուզ խոսքը գնա փայտի տների մասին, որ հիմա, չգիտես, շատ մոդայիկ է, մարդիկ շատ են խոսում, բայց մի էլեմենտար բան հաշվի չեն առնում, որ փայտի տների կարկասը պետք է լինի պարտադիր կոմպոզիտային նյութից։ Ինչի համար։ Ну, սենատի այդ լսումներում էլ կար այդ բանը շեշտած, որ նրա վրա բորբոս չի առաջանում, նա կոռոզիայի չի ենթարկվում, ավելի շուտ մի բառով շահագործման ծախսեր չի պահանջում։ Իսկ փայտի տներ կառուցողները շատ հաճույքով կարող են արտաքին երեսապատումը անել փայտից, ներքին երեսապատումը նորից անել փայտից, բայց կրող կմախքը պարտադիր պետք է լինի այս նյութից, ինչի համար, որ երկար կյանք կունենա։ Մի անգամ առիթ եղավ, հարցրեցին, թե ինչ տարբերություն, դե տարբերությունը ասեցի, բանա, սպիտակումա։ Այնտեղ երկրաշարժից հետո բավականին փայտի տներ կառուցեցին, որ կասեի, այդքան հիմի լավ քաջատեղյակ չեմ, բայց գիտեմ երևի մեծամասնությունը արդեն չի շահագործվում իր ոչ նպաստավոր լինելու արդյունքում։ Հասկանալի է, փորձենք ամփոփել այսօրվա մեր հաղորդումը։ Ինչ ներկայացրեցիք դուք։ Դուք ներկայացրեցիք կոմպոզիտային նյութերի առավելությունը, դուք ներկայացրեցիք, որ Հայաստանում կան կոմպոզիտային պրոֆիլներ արտադրող ընկերություն, կամ մանրաթել արտադրող ընկերություն, բայց տեխնոլոգիան թանկ է, որովհետև մենք չենք օգտագործում տեղական հումքը։ Ինչ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում ընկերությունները օգտագործեն տեղական հումքը եւ ինչպես դուք եք ասում, ստանան շատ ավելի բարձրորակ արտադրանք, քան հիմա։ Դե առաջի պայմանը, որ ներկրվող նյութերով հումքով ավելի շուտ արտադրություն ունենալը, դա ոնց որ հրաբխի վրա նստած լինելն է։ Ինչի համար, որտեվ եւ ճանապարհային պայմաններից եւ հարաբերություններից պետությունների մեջ խնդիրներ են առաջանում, որը կարող են շատ վատ անդրադառնալ քո արտադրական process-ին։ Միանշանակ տեղում ունենալը
ես այդ տեղում ունենալը այդքան չեմ ընդունում կոնկրետ մեր խնդիրները լուծելու համար, որքան ես դրա մեջ տեսնում եմ մեր, այսպես ասած, երկրի ապագան, որը մեծ, այսպես ասած, օգուտներ է քաղելու բազալտի թելի արտադրությունը սկսելու վրա։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան, սիրելի բարեկամներ, սրանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Օնիքս ընկերության հիմնադիր, շինարար, ճարտարագետ, գյուտարար Գագիկ Կիրակոսյանը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և մինչև նոր հանդիպում։